Բարի առավոտ, բարի օր, իմ շատ սիրելի եւ հարազատ դարձած հեռուստադիտողներ։ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Իսկ ես Ալիտա Եղիազարյանս բոլորիդ մաղթում եմ բարի լույս եւ խոստանում եմ պահպանել ձեր բարձր տրամադրությունը եւ ինչու ոչ նաեւ ավելացնել։ Հաղորդում առաջարկում եմ սկսենք ոգեշնչող լուրով, որը հպարտության նոր ալիք կբերի հայկական մշակույթին եւ կինոաշխարհին։ 98-րդ Օսկար մրցանակաբաշխության լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ անվանակարգի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Աշխարհի տարբեր երկրներ իրենց հայտերը ներկայացնում են օգոստոսի կեսերից, իսկ սեպտեմբերին մրցակցությունը հատկապես լարված է դարձել։ Հայաստանը ներկայացրել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը դիտողին ընկղմում է հայկական կինոյի աշխարհ ռեժիսորի մանկության անձնական հիշողությունների միջոցով։ Այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականին Բերլինալեում ֆորումի շրջանակներում։ Հայաստանը միջազգային մրցավազքի մշտական մասնակից է 2001 թվականից եւ մեկ անգամ առաջադրվել է 2023 թվականին ամերիկացի ֆիլմի համար։ 15 ֆիլմերից բաղկացած կարճ ցուցակը կհայտարարվի 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ պաշտոնական անվանակարգերը կհայտարարվեն 2026 թվականի հունվարի 22-ին։ Իսկ կենտրոնական բանկը արդեն շրջանառության մեջ է դրել Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ, որը մեր մշակութային ժառանգության ուղղված անգնահատելի հարգանքի տուրք է։ Հենրիկ Մալյանը կինոյի այն վարպետներից էր, ով հայ մարդու հոգեբանությունը, նրա ներաշխարհը կարողացավ վերածել մարդու հոգուն հարազատ կադրերի։ Այս հուշադրամը եւս մեկ անգամ ապացուցում է այն ավանդը, որը Հենրիկ Մալյանը բերել է հայկական կինոյին։ Եվ եւս մեկ կարևոր նորություն, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանները համալրվել են բացառիկ մշակութային նմուշով։ Մադրիդի Gallery Frame վաճառասրահից ձեռք է բերվել 1729 թվականին հրատարակված եզակի երկրային դրախտի քարտեզը։ Այս քարտեզը արժեքավոր է նրանով, որ ներառում է Հայաստանի տարածքն ու անվանումը։ Սուրբ Էջմիածնի գանձերի համալրումը տեղի է ունեցել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին-բեի օրհնությամբ եւ Ռոզա Հովհաննիսյանի բարերարությամբ։ Էջմիածնից հայտնում են, որ քարտեզը նորոգումից հետո կներառվի թանգարանային մշակութային ցուցադրության մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, բարձրացնենք մեր տրամադրությունը, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր որ նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Շատ լավ է, քանի որ այսօր մեր զրույցը լի է լինելու արվեստով։ Քանի որ այսօր մեր զրուցակիցն է դիմանկարիչ Արսեն Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ, բարի լույս ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Արսեն ջան, որպես արվեստագետ ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Միջին վիճակագրական հայի նման առանձնապես ոչ մի տարբերություն, ոչ մի տարօրինակ երևույթ արվեստասերի արվեստագետի կյանքում։ Իհարկե նախաճաշ, հետո սուրճ ու հետո արդեն արվեստ գործ։ Երբ որ զրուցում ենք օրինակ նկարիչների հետ կամ երգիչների հետ, ովքեր այն մասնագիտություններ ունեն եւ սիրում են ավելի շատ երեկոյան կամ գիշերը աշխատել, նրանց համար առավոտը ավելի ուշ է սկսում։ Ձեր տարբերակը նույնպես նույնն է։ Չէ, իմ առավոտը օրինակ ավելի պրոդուկտիվ է, առավոտը մանավանդ երբ շուտ ես արթնանում 8-ին, 9-ին, համ օրը երկար է թվում, բացի հետ էլ շատ բան ես հասցնում անել։ Այս ժամանակաշրջանում, երբ օրը արդեն թվում է թե կրճատվել են ու ոչինչ չես հասցնում։ Դրա համար ինչքան շուտ այդքան լավ, կարծում եմ։ Մի փոքր նաև ուզում եմ պատմել քո մասին, երբ որ ուսումնասիրում էի ձեր էջը, ես նաև տեղեկացա, որ դուք մասնագիտությամբ հենց նկարիչ չեք, բայց զբաղվում եք նկարչությամբ։ Մի փոքր կպատմեք ձեր մասնագիտության մասին, նաև ինչպես ստացվեց, որ սկսեցիք զբաղվել դիմանկարներով։ Իհարկե, դիմանկարներ ընդհանրապես նկարչության հետ սեր ես ունեցել եմ դեռ փոքրուց, ինչ հիշում եմ, մարդկային հիշողության տարիքը սկսում է 4 տարեկանից չէ, ասում են, ես ինձ այդ ժամանակվանից հիշում եմ, որ ես միշտ իմ ազատ ժամանակը թեկուզ ընդհանուր կյանքը լցրել եմ նկարչությամբ,
անկախ նրանից, որ հետագայում արդեն ուրիշ մասնագիտություն եմ ընտրել դպրոցից հետո, մասնագիտությամբ այո ճիշտ նշեցիք, նկարիչ չեմ, արևելագետ եմ, սովորել եմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, իրանագիտության բաժնում, անգամ այդտեղ նկարչությունը ինձ օգնել է, պետք է եկել է դիպլոմային աշխատանքի ժամանակ, որը որ Աստծուն փառք Աստծո գերազանց հանձնել եմ։ Դրանից հետո արդեն բանակ, ծառայություն, հետո արդեն նկարչությունը իմ հոբին դարձավ, իմ աշխատանքը։ Իսկ այսպեսի խոսք կա, չէ, ասում են ամենալավ աշխատանքը այդ վարձատրվող հոբին է։ Ու այտենց ընկա հունի մեջ։ Իսկ նաև կպատմես, թե ինչպես ստացվեց, որ քեզ օգնեց արևելագիտության ֆակուլտետը ավարտելուց նկարչությունը ինչ նկար էիր արել, որը նաև օգնեց քեզ։ Նայեք, կոնկրետ նկար հենց այդպեսին չկար, որ ինձ օգնեց, ուղղակի հենց դասերի ժամանակ, քննությունների ժամանակ, երբ վերջացնում ես, էլ ոչինչ չունես անելու, պարապ նստելու փոխարեն տետրի հետևում մի բան թողում ես էլի, որպես ստորագրություն, կամ հենց միջանկյալների մեծ տետրերի մեջ։ Իսկ հատկապես դիմանկարչությամբ երբ սկսեցիր զբաղվել այդ։ Դիմանկարչությունը ինձ մոտ ես ինչպես նշեցի, փոքրուց եմ սիրում նկարել ու փոքրուց էլ հենց նկարչության միջի երազանքս եղել է, որ դիմանկարներ շատ լավ նկարեմ, ռեալիստական, որը ինձ մոտ ավելի խորացավ հենց ծառայությունից հետո, ծառայության վերջին ամիսներից սկսած, դրանից հետո արդեն երբ եկա տարբեր հեռախոսների վրա, շորերի վրա այս ֆորմատներով նպատակասլացության ու մեծ աշխատանքի գնով կարողացա հասնել այն մակարդակին, ինչ հիմա կա, բայց թեվաթափ չեմ լինում, հələ էլի աճելու տեղեր կան շատ։ Իսկ Արսեն ջան, երբ որ մարդիկ ինչ որ գործ ցանկանում են կատարել, նաև սիրում են կատարելագործվել։ Ձեզ մոտ լիովին եղել է ինքնուց, թե նաև այդ ձեր տաղանդը փորձել եք ել ավելի արդարացնելու եւ ավելի առաջ գնալու համար սովորել եւ ընդունվել եք օրինակ նկարչական դպրոց կամ Գեղարվեստի ակադեմիա։ Չէ, ցավոք սրտի կամ բարեբախտաբար չգիտեմ էլ ոնց ասեմ, այդ մասնագիտական կրթությունից չունեմ ակադեմիական, ինչ սովորել եմ ինքս իմ սխալների ու չստացված դիմանկարների հաշվին։ Իսկ առաջին նկարը կհիշես, որն է եղել, որը նաև քեզ ուղղություն տվեց, որ ճիշտ մասնագիտություն ես ընտրել սկզբում։ Կյանքիս առաջին նկարը, թե դիմանկարների։ Դիմանկարների եւ նաև կյանքիս առաջին նկարը դեղին ջուտիկ ա եղել։ Ու այնպեսի մի տարիք կար, որ ես միջև այդ տարիքը այդ նկարը փնտրում էի, այն հույսը որ կգտնեմ, բայց դե հոգ թորքում գիտես, որ այդ նկարը էլ չկա։ Այդպես մի հատ ջուտիկ կար, երևի հենց այն ամենավաղ տարիքում եմ նկարել, ինքս ինձ հիշելու այդ տարիքում։ Իսկ դիմանկարը, առաջին հաջողված դիմանկարը, եթե հիշողությունը չդավաճանի, Վազգեն Սարգսյանի դիմանկարն է եղել բանակում արդեն։ Դրանից հետո հասկացա, որ չէ, ստացվում է, կարելի է մի բան փորձել։ Իսկ նաև շատ արվեստագետների երբ որ զրուցում են, շատ նկարիչներ ասում են, որ նաև նկարչությունը թերապիա է, այլ քեզ համար նաև այն թերապիայի հանգստացնող միջոց է, թե ուղղակի, այսպես ասած, աշխատանք, որը կատարում ես։ Երկու տեսանկյունից ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, նկարչությունը համ թերապիա կլինի, համ չի լինի։ Այդ ամեն ինչը կախված է նրանից, թե ում ես նկարում կամ ընդհանրապես ինչ ես նկարում։ Եթե նկարում ես պատվեր, եթե նկարում ես պատվիրված գործ, ոչ միշտ է որ թերապիա է, ուղղակի պարտավորություն, պատասխանատվություն եւ վերջ։ Իսկ երբ նկարում ես ազատ ժամանակ, ինձ երբ հարցնում են ազատ ժամանակը ինչով ես սիրում զբաղվել, ես պատասխանում եմ, որ իմ ազատ ժամանակը մեկ էլ աշխատանքը ես բախտ եմ ունեցել, որ նույն զբաղմունքն են գրեթե միշտ։ Իսկ ավելի շատ նկարչությունը քեզ ինչ է տալիս։ Նկարչությունն ինձ տալիս է դեպի ավելին ձգտելու տենց մի հատ մեծ նպատակ, ցանկություն, այսինքն ես չեմ ուզում կոնկրետ ոլորտում տեղում դոփեմ, կյանքում կան ուրիշ ոլորտներ, որ
հնարավոր է զբաղվեմ կամ զբաղվել եմ, բայց ինձ այդքան էներգիա ու ինձ այդքան ինքնավստահություն մարդկանց զարմացնելու բուրըն ցանկություն չի տվել, ոնց նկարչությունը, ոնց կոնկրետ դիմանկարչությունը, որտեղ ամեն նկարի հետ ես ուզում եմ ցույց տամ, որ նախորդից մի քիչ աճել եմ գոնե։ Իսկ հնարավոր է ինչ եք նկատում Հայաստանում այս մասնագիտությունը լիովին իր տեղը զբաղեցնում է, գնահատվում է եւ զարգացվում է։ Կարծում եմ այո, Հայաստանում շատ դիմանկարիչներ կան, բոլորին չէ, բայց կարելի է ասել մեծ մասին ճանաչում եմ, եթե ոչ անձնապես, բայց հեռակայել լսել եմ, հավանում եմ իրենց գործերը, մանավանդ հավանում եմ այն մարդկանց գործերը, ովքեր ռեալիզմին մոտիկ են նկարում, որտեղ ես ինքս էլ այդ ոճի մեջ եմ ինձ գտել, այդ ոճն եմ սիրում։ Ու ինքը միշտ ակտուալ է, որովհետև ձեռքի գործը կլինի քանդակագործություն, նկարչություն, առհասարակ դիմանկարչություն, գեղանկարչություն, միշտ գնահատված է, որովհետև մարդը այնպես է դասավորված, այնպես է կառուցված, որ գնահատում է հենց ձեռքի գործը, ձեռքով արարվածը, ոչնչից ինչ որ բան ստեղծածը, որտեղ որ ժամանակակից մեքենաները, տեխնոլոգիաները ոչ մի կապ չունեն։ Իսկ հիմնականում ինչ նյութերով է սիրում աշխատել, որտեղ եւ ձեր նկարները նայում էի, չէր երևում, որ օրինակ սովորական մատիտով է նկարված, այլ ինչ նյութերով եք նայում։ Մատիտները սովորական են, գունավոր մատիտներ են, ուղղակի գնային սեգմենտն է այդ մատիտների տարբեր ու այն խնդիրը թե արդյոք Հայաստանում այդ մատիտները կան թե չէ, կոնկրետ այն մատիտները, որով ես եմ աշխատում, նրանց անալոգները Հայաստանում կան, էլի շատ լավ արտադրանք են, բայց ես պատվիրում եմ դրսից, դրանցով եմ սովոր աշխատել ուղղակի արդեն 17 թվից դրանցով եմ աշխատում, քանի որ ես էլ ամեն նկարի մեջ սիրում եմ մանրուքներին ուշադրություն դարձնել, այդ մատիտները շատ հարմար են, բացի այդ էլ իրանց գունային սպեկտրը շատ հարուստ է, մինչև 150 երանգ կա, շատ հարմար է։ Իսկ միայն դիմանկարներով ես զբաղվում, թե նաև կան ոճեր, որ սիրում ես եւ կցանկանայիր զբաղվել։ Դիմանկարներ, հա, դիմանկարներ ու սենց մի ուղղություն էլ կա, փոքր ժամանակից դե խելագար ավտոսիրող եմ եղել, մինչև հիմա մանավանդ կլասիկ ոճի մեքենաների ու այդ տեխնիկան եմ էլի նկարում միշտ ազատ ժամանակ, ոչ թե պատվերով, արդեն ինձ համար իմ արվեստանոցի պատերը զարդարելու համար։ Իսկ երբ որ աշխատանքը չի լինում պատվերով, այլ ուղղակի դու ցանկանում ես նկարել, արդեն մտադրված գիտես, թե ինչ պետք է ստեղծես, թե ընթացքում ուսան գալիս է եւ հնարավոր է դու այլ բան ես ուզում նկարել, բայց լիովին այլ բան ստացվի։ Ճիշտ նշեցիք սխեման, շատ ժամանակ նստում ես տրամադրված, որ կոնկրետ ինչ-որ բանի վրա աշխատես, բայց մեջդ կարող է մի րոպեի ընթացքում ամեն ինչ փշրվի, դու էլ այդ գործով ընդհանրապես չսպաղվես, 3 ամիս այդ գործը պես մնա։ Սաղ գալիս է այդ ներսի մոտիվացիայից, ոգեշնչումից, եթե շատ հեշտ է իրան ձեռք բերելը, բայց պետք է պահես, որ չկորցնես։ Այսինքն ունեցել ես անավարտ նկարներ, որ այդպես չես կարողացել։ Անավարտ նկարներ ունեցել եմ, բայց այդ նկարներին ցավով եմ նայում, որովհետև շատ ջանք եմ գործադրել, շատ ժամանակ, բայց որ նայում ես ինչ գործ կարա լինի ու ինչ փուլում է ինքը գտնվում, մի քիչ լավ չես զգում քեզ դրա համար, մանավանդ վերջերս մի քիչ ազատ ժամանակ ունեի, փորձում եմ բոլորը գլխի բերեմ, փառքաստու ստացվում է էլի։ Երբ որ յուրաքանչյուր դիմանկարչի կատարված աշխատանքները նայում ես կամ գեղանկարչի, որը բնություն է նկարում, ամեն մեկը ունի իր ուրույն ոճը եւ բոլորը նրան ճանաչում են այդ ոճով։ Ինչ ոճ ունես, որը երբեք չես դավաճան եւ բոլորը հենց դրանով են քեզ ճանաչում եւ սիրում։ Ես որպես կողքի մարդ, եթե անկեղծ չեմ կարող նշեմ, բայց այդ օձիվների, հա, սենց ասած օձիվների ցիերնելով, կարծիքներից ելնելով ես ունեմ ձեռագիր, ինձ թվում է մենք մեր ձեռագիրը չենք տեսնում ոնց սովորական գրելուց,
բայց կողքի մարդը ձեռագրերը տարբերելու ունակություն ունի։ Կարծում եմ նկարչության մեջ էլ տենց է, որ կա նաև գույների համադրությունը, երանգների համադրությունը, ֆոն նկարել, ֆոն չնկարել, ավելացնել, մանրուքներին ուշադրություն դարձնել, ոնց ասեցի, այդ ամեն ինչը մտնում է ձեռագրի մեջ ու չի կարա բոլորի մոտ նույնը լինի։ Կարող ես նույն մատիտներով, նույն նյութերով նկարես, բայց ձեռագիրը տարբեր լինի, անցումները օրինակ մեկի մոտ ավելի սահուն լինեն, մեկի մոտ ավելի կոպիտ կտրտված։ Ժամանակի ընթացքում ձեռագիրը ձևավորվում է ու զարգանում է, բայց փոխվելու առումով չեմ կարող ասել, որ փոխվում է։ Ամենայն դեպս ինձ մոտ չի փոխվում։ Նաև շատ հաճախ լսում ենք, որ արվեստագետները պետք է նաև հարմարվեն ժամանակի պահանջներին, թեկուզ նկարչության առումով ձեր տարբերակորն է ճիշտ եք համարում, թե պետք է մնա արվեստագետի ոճում։ Իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, ես չեմ փորձում հարմարվեմ ժամանակին, որովհետև եթե ժամանակին հարմարվեի, TikTok-ում ակտիվ էջ վարելիս կլինեի, ամենապարզից սկսեմ, որովհետև այսօր բոլորի համար էլ գաղտնիք չի, որ այդ հարթակը մեծ հնարավորություններ է բացում, բայց քանի որ ես էությամբ տենց շատ ակտիվ մարդ չեմ, սոցհարթակներում փորձում եմ զուսպ անեմ այն ինչ ինձ դուր է գալիս, նայողը թող նայի, զարմացողը զարմանա։ Այո, բայց դրանք նաև օգնում են, որպեսզի եւ թե աշխատանքդ վաճառես եւ նաև էլ ավելի հայտնի դառնաս։ Հա, այսօր իհարկե կան դաժե հատուկ մասնագիտություններ ապրանքը վաճառելու, ճանաչելի դառնալու։ Ուղղակի չգիտեմ, ես կարող է սխալ է անգամ, բայց հետաքրքրություն ընդհանրապես չեմ գտնում, ինձ չեմ գտնում դրա մեջ։ Շատ ժամանակ ինքս ինձ էլ փնտրում եմ, որ ինչի՞ չես գտնում դու քեզ դրա մեջ, որտեվ այսօր այդ աշխատում։ Նաև ձեր նկարները նայելիս այնպիսի տպավորություն, այնպիսի բնական մարդկանց տպավորություն է թողնում, որ հենց այդ մարդը ասես ձեր կողքին կանգնած եւ ձեզ նայելիս լինի, այդ բնական աշխատանքը ինչպես ես կարողանում, որ այնպես կատարել, որ այն ինչը բնական լինի։ Էդ էլ ժամանակից կոփված, հղկված կարծում եմ տաղանդա, թող անհամեստ չթվամ, տեսեք դուք էլ, որ նայում եք կողքից, ասում եք, որ բնական է ոնց որ այդ մարդը կողքդ լինի, էդ էլ ձեռագրի արտահայտման միջոց է, ու նաև ինձ համար շատ ուրախալի փաստ, որ քիչ թե շատ կարողացել եմ այն մակարդակին հասնել, որ մատուցեմ նկարընենց, որ մարդկանց թվա թե կողքդ կանգնած է, ասենց ասեն, սպասի կպնեմ հլը տենամ ես մաշկը, ասենց փափուկ։ Երբ որ խոսում ենք այդ թվային աշխարհից, համացանցից, նաև շատ նկարիչներ մտավախություն ունեն այն հարցի շուրջ, որ հնարավոր է այս թվային աշխարհը արհեստական բանականությունը նաև մատիտով, ձեռքով նկարված նկարներին փորձի զիջել։ Ձեր կարծիքով հնարավոր է կամ մի օր, որ մեկ վայրկյանում հիմա հնարավոր է այնպիսի նկարներ ստեղծել, որ կարծես չտարբերվի ձեռքով նկարած նկարից։ Արհեստական բանականությունը ճիշտ է, իմ կարծիքով այս ժամանակներում շատ օգտակար գործիք է, ինքը գործիք է, ես իրան գործիք եմ համարում, բայց նաև մարդկության թշնամին է, որովհետև լիքը մասնագետներ, շատ մասնագետներ այսօր իրենց գործը կորցնում են արհեստական բանականության պատճառով, բայց արհեստական բանականության շնորհիվ էլ շատ բաներ ավելի արագ է ստացվում։ Այդ նույն մասնագետը արհեստական բանականության շնորհիվ Photoshop-ի առաջ 5 ժամ չի աշխատի, 2 ժամ կաշխատի արդեն պրոյեկտը միտքը վերցրած մեծ մասամբ։ Բոլոր դեպքերում արհեստական բանականություն ինքը արդեն արհեստական է, ինքը չի տեսնում նենց ոնց մարդու աչքն է տեսնում, չի ընկալում նենց, ինքը չունի զգացմունքներ, նկարի մեջ զգացմունք չի կարող ներդնի։ Դրա համար մարդու արածը միշտ մնում է մարդու արած, զգացմունքով լի, շնչով լի։ Իսկ եթե այն կողմ դնենք արհեստական բանականությունը, որ խոսենք օրինակ լուսանկարչության մասին, մարդու մասին ինչը կարող է պատմել ձեռքով արված նկարը, ինչը որ չի կարող պատմել օրինակ տեսախցիկով արված լուսանկարը։
Այսպես պատասխանեմ, ցանկացած ձեռքով արված նկար մանավանդ դիմանկարչության մեջ հիմնականում դե արվում է ֆոտոից։ Իսկ ֆոտոյի մեջ եթե մարդու աչքերը ոչինչ չպատմեն, կարծում եմ դիմանկարի մեջ ոչ մի բան չի փոխվի։ Այլ հարց, եթե բնականից նկարեն մարդը նստում է իրան նկարում են, այդ դեպքում արդեն նկարիչը իր ձևով կտեսնի մարդու խառնվածքը ու իր ուզածով, իր տեսածով կփոխանցի կտավին այդ ժամանակ արդեն կլինի զգացմունքների տեղատարապ, կարծում եմ ու ճշգրիտ կփոխանցի այն ինչ տեսնում է։ Իսկ դու երկու տարբերակով էլ աշխատում ես եւ բնորդը հենց տեղում նստած Չէ, բնորդով տարբերակով չեմ աշխատում, միակ բանը, որ ես կուզենայի, որ իմ նկարչության մեջ լիներ, այդ բնորդի հետ աշխատելն է, որովհետեւ ինքը շատ բարդ ոճ է, բացի այդ էլ հետաքրքիր ոճ է։ Միակ որ ես ափսոսում եմ մենակ դրա համար եմ ափսոսում, որ ակադեմիական կրթություն չեմ ստացել, ակադեմիական կրթություն ստանալով ես կկարողանայի գուցե բնորդի հետ աշխատել, բնորդով աշխատել։ Մի քանի անգամ փորձել եմ, բայց չգիտեմ, ես չեմ կարողացել այն էմոցիաները ապրեմ, ոնց օրինակ ապրում եմ ֆոտոից, նկարելից։ Իսկ եթե նկարները պատվիրված չեն, պատվերով աշխատանք չի արվում, ունես արվեստանոցում այնպիսի նկարներ, որոնք ամենաշատն ես սիրում եւ երբեք չես վաճառի, կան այդպիսի նկար։ Իհարկե կան այդպիսի նկարներ։ Ես ունեմ նկարների մի ամբողջ շարք, նկարված են Թավիշի վրա, Սև Թավիշի վրա։ Ու շատ մանավանդ Տիգրան Մեծի նկարը նկարելուց հետո իհարկե այդ ես ինձնից չեմ հորինել այդ մարդու դիմագծերը 3D մոդելավորող կար իր մոդելի վրա հիմնված եմ այդ նկարը նկարել իհարկե նկարի տակ նշված է այդ ամեն ինչը Տիգրան Մեծի նկարը նկարելուց հետո այդ արձագանքները շատ եղան գնենք ինչքան ոնց այս կողմեն կողմ բայց չէ, ես կոնկրետ այդ նկարը, որը նկարել եմ առաջին անգամ չեմ վաճառել, չնայած բազմաթիվ առաջարկությունների, գուցե հաջորդ, երկրորդ, երրորդ անգամ նկարված նկարները ավելի հաջող ստացվեն, բայց առաջինը չէ, չեմ վաճառում, տենց մի քանի նկար ունեմ, մանավանդ հայկական մեր թեմատիկայով, պատմական թեմատիկայով նկարներ, որ դրանք ոնց որ ինձանից մասնիկ պոկեն տանեն, եթե ես դրանք վաճառեմ, անգին են իմ համար այդ նկարները։ Իսկ եղել է նկարներ, որ սկզբում աշխատել ես, մտածել ես, որ լավ չի ստացվել, բայց վերջում այնպիսի նկար է ստացվել, որ բոլորին դուր է եկել է եւ գրավել է, ունեցել ես այդպիսի նկար։ Այդ մասնագիտական նկարչական բծախնդրությունը բոլոր նկարիչների մշտական ուղեկցորդն է։ Մենք անգամ ընթացքում նկարը ավարտելուց հետո էլ նայում ենք մեր նկարին ու միշտ պարտադիր մի բան գտնում ենք, որ մեզ դուր չի գալիս, բայց անցնում է ժամանակ ու մենք հասկանում ենք, որ մեր աչքը դեռ սովոր չի կողքից նայել, որտեղ մենք ունենք ռեֆերենս, ունենք նկար, ռեֆերենսը դե մշտապես նենց է ստացվում, որ 100% նկարին չես կարող մոտիկանաս, դու անընդհատ նայում ես այդ նկարին, անընդհատ նայում ես քո նկարածին ու պարտադիր մի բան գտնելու ես։ Բայց կողքի աչքը ավելի ճիշտ է գնահատում, անավանդ եթե այդ ամեն ինչից հասկանում է կողքի աչքը։ Արսեն ջան, նաև սովորական դիմանկարներից դու ունես նաև արված աշխատանքներ 44 օրյա եւ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ծառայողների նկարներներ, դրանք երբ սկսեցիր նկարել այդ պատերի վրա, որ նկարվում էր այդ ժամանակ, երբ սկսեցիր այդ աշխատանքով զբաղվել եւ նաև այդ դա սովորական դիմանկարչություն չի, նաև այդ էմոցիաները ինչ էր ապրում այդ ժամանակ։ Այդ նկարները մի ցավոտ էջ է մի ամբողջ հասարակության ինձ համար նախ ասեմ որ ես զինվորների նկարները նկարել եմ միայն իմ քաղաքում Հրազդանում սահմանափակվել եմ քաղաքով ու հարակից գյուղերով անվճար ծնողների բարեկամների հարազատների ընկերների առաջարկությամբ դիմումներով
Ամեն ինչ սկսվեց 16 թվականին, ապրիլյան պատերազմից հետո, ասեմ ինչպես ստացվեց առաջին նկարը, Երևանում, եթե կհիշեք, ԵՊՀ-ի անցումներում սկսել էին այդպիսի մի շարք Ուրֆանյանի, Աբաջյանի, Քյարամ Սլոյանի նկարները նկարում էին, երբ առաջին անգամ տեսա, չգիտեմ, ինձ հպարտության ինչ-որ զգացում պատեց, որոշեցի, որ ես էլ այդպիսի բան անեմ, որ մենք ունենք 2 զոհ ապրիլյանից Հրազդանում, որոշեցի ես էլ նման մի բան անեմ արդեն դպրոցի մեր պատին, որտեղ սովորում էր մեր Վահեն, արեցի, լավ կլիներ իհարկե, որ սահմանափակվեինք այդքանով, բայց արդեն 44 օրյա պատերազմից հետո այդ թող սխալ չհնչի, չընկալվի ասածս այդ մշակույթը տարածվեց ամբողջ Հրազդանով, պատերը չզարդարեցին, այլ պատերին հայտնվեցին մեր զոհվածների նկարները արդեն մեկի համար որպես մխիթարանք, մեկի համար որպես հիշողություն, հասարակությունը իհարկե տարակարծիք էր, բայց ինձնից հասնում էր այն, ինչ արել եմ։ Իսկ քանի ապրած աշխատանք կա։ Ընդհանուր առմամբ 48-ից 50 նկար ես արել եմ ու Հրազդանում միայն։ Իհարկե ուրիշ տեղերից էլ զանգեր, միշտ առաջարկներ եղել են, բայց չեմ գնացել, որովհետև ես չէի ուզում ու չեմ էլ ուզում, որ այդ իմ համար դառնա աշխատանք, չգիտեմ, ես չեմ կարող աշխատեմ այդ ոլորտում։ Իսկ ինչպիսին եղավ նաև արված աշխատանքներից հետո ծնողների արձագանքը, հարազատների արձագանքը։ Իմ համար ամենամեծ գնահատականը այն է, որ ծնողը նկարը ուզելուց, նկարը ինձ դիմելուց հետո նայում է նկարին ու կենթանությունը աչքերի մեջ տեսնում այդ մարդուն, ում ինքը իրական կյանքում ճանաչել է, կապ չունի ծնողը, իր անկերները, ամեն մեկը այդ մարդուն ճանաչել է մի կողմից, բայց որ նայում են, զգում են, որ այդ մարդն է։ Այսինքն ես միշտ փորձել եմ հենց անեմ, որ եթե անում ես աշխատանք, մանավանդ այդ կարգի աշխատանք պատասխանատու, պետք է անես 99% ճշգրիտ փոխանցես այն ինչ եղել է։ Նման, ամենակարևորը նման, նույն խարիզմայով ոնց այդ մարդը ուներ կյանքում։ Շատ լավ, Արսեն ջան, նաև ցանկանում եմ խոսենք ձեր հետագա ծրագրերի մասին, երբ որ ճիշտ է դու ինքնուս ես սովորել, բայց կա նաև ցանկություն սովորեցնելու նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են սովորել դիմանկարչություն, կա այդպիսի նաև ցանկություն դասավանդելու։ Չէ, ես երեխաներ սիրում եմ, բայց երեխաների հետ աշխատել չեմ սիրում, բացի հետ էլ երբ հարցնում են երեխեքի հետ պարապում եմ, թե չեմ պարապում, ես չեմ ստացել այն մասնագիտական կրթությունը, որ կարամ փոխանցեմ։ Ես միշտ ասում եմ, որ կարող եմ օգնել, եթե մարդը ուզում է կոնկրետ ռեալիզմի մեջ խորանա, ես խորհուրդներով, ինչ-որ տեխնիկայով կարամ կիսվեմ, օգնեմ, բայց ակադեմիական նկարչություն ես երբեք չեմ կարող իրանց խոստանամ ու դասավանդեմ, սովորացնեմ։ Իսկ քո անձնականում նաև կան նոր ծրագրեր, օրինակ ցուցադրություններ, երբևէ ունեցել ես կա ցանկություն։ Չէ, դեռ չեմ ունեցել, երբ այսինքն մի անգամ նկարներս ցուցադրվել են, մի փոքր մաս, Հրազդանը մի քանի տարի առաջ երիտասարդական մայրաքաղաք էր, Մեծամորից, եթե չեմ սխալվում, թե Կապանից տեղափոխվում էր Հրազդան, այդ ժամանակ մեր երիտասարդական պալատում ցուցահանդես կար, իմ նկարներից էլ մի քանիսը այնտեղ կային, բայց անհատական ցուցահանդես արդեն տարուց հավելա պլանավորում եմ, բայց դեռ հələ նկարներից քանակությունը իմ ուզած քանակությունը չեմ կարողանում հավաքել, դե ժամանակի խնդիր, բայց կարծում եմ Աստված առաջ կլինի, հա, ես կցուցադրեմ, բոլոր ցանկացողներն էլ կարող են ազատ գալ եւ վայելել, կարծիք արտահայտել, շնորհավորել։ Շնորհակալ եմ շատ Արսեն ջան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք դիմանկարիչ Արսեն Պետրոսյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք եթերը։
Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր խոսելու ենք շատերի կողմից սիրված մի մրգի մասին՝ բանանի։ Բանանը առանձնանում է ոչ միայն իր համով, այլև բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով ու հեշտությամբ յուրացվում է։ Բանանը հարուստ է A, B, C, E, K վիտամիններով, հարուստ է նաեւ մագնեզիումով, կալիումով եւ սելենով։ Բանանը նաեւ սպիտակուցներ ու ճարպեր է պարունակում, որոնց քանակը չի գերազանցում 1 գրամը, ամրացնում է սիրտանոթային համակարգը, նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը կալիումի ու մագնեզիումի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյան ճնշումը, կարող է օգտագործվել աթերոսկլերոզի կանխարգելման նպատակով։ Բանանը մեծ քանակությամբ պեկտին է պարունակում, որն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնում է հիշողությունը եւ կենտրոնանալու կարողությունը, վերականգնում է օրգանիզմի pH-ի մակարդակը, օգտակար է փորկապության դեպքում։ Բանանը օգտակար է նաեւ այրոցի եւ խոցերի դեպքում։ Հասած բանանը հրաշալի միջոց է այրոցի դեմ, իսկ քիչ հասած բանանը կարող է օգտագործվել որպես խոցային հիվանդությունների պրոֆիլակտիկ միջոց։ Բանանը պահպանում է նաև երիկամների առողջությունը։ Իսկ բանանի օգտագործման հակացությունները այդքան էլ շատ չեն։ Այն կարող է վնասել այն մարդկանց, ովքեր արյան բարձր մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեն։ Շատերը բանանը արգելված մթերք են համարում, բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։ Բանանի օգտակարությունն ու վնասակարությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ քանակությամբ եք այն օգտագործում։ Իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանանք մի երկրի հետ, որը շարունակ գտնվել է պատմության խաչմերուկներում։ Դա Մոլդովան է, որը ունի շատ հարուստ մշակութային պատմություն։ Իսկ հիմա առաջարկում եմ բոլորով տեղափոխվենք դեպի Մոլդովա։ Մոլդովան պետություն է արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում։ Երկրի տարածքը հիմնականում դաշտավայրային է, սակայն զառիթափ բլուրները, գետերի խորը հովիտները այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես գտնվում ես լեռնոտ տարածքում։ Դա հատկապես բնորոշ է կենտրոնամոլդովական բարձրավանդակին։ Երկիրը հարուստ է կրաքարի, ցեմենտի, շինարարական ավազի, կավի պաշարներով, բայց այդ երկրամասի գլխավոր հարստությունը բարեբեր մեղմ կլիման ու արգավանդ սևահողերն են։ Երկրի խոշոր գետը Դնեստրն է, որին բնորոշ են գարնանային, հաճախ նաև ամառային հորդացումները։ Մոլդովան բազմազգ երկիր է, բնակվում են մոլդովացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, բուլղարներ եւ հայեր։ Մոլդովայի տարածքում մինչ օրս պահպանվել են միջնադարյան ամրոցներ, վանքային համալիրներ ու եկեղեցիներ։ Հատկապես առանձնանում է տրիպոլյան մշակույթի խեցեգործությունը։ Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարից հայտնի են սլավոնական ցեղերի մշակույթի հուշարձաններ։ 13-ից 14-րդ դարերում դեկորատիվ կիրառական արվեստում նկատելի է Բյուզանդիայի եւ մահմեդական արևելքի արվեստի ազդեցությունը։ Երկիրը ունի զարգացած գյուղատնտեսություն, առաջատար է սննդարդյունաբերությամբ, որն ընդգրկում է գինեգործական, շաքարի, ծխախոտի, պահածոների, մսի ու կաթնեղենի արտադրության ճյուղերը։ Դրանց շարքում ամենահինը իհարկե գինեգործությունն է, որի արտադրանքը հայտնի է շատ երկրներում։ Զարգացած է նաև մեքենաշինությունն ու էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Մոլդովան կոչվում է այգի հանրապետություն, այգեգործությունը եւ խաղողագործությունը երկրագործության մյուս ճյուղերի հետ միասին տալիս են Մոլդովայի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70%-ը։ Մի ժամանակ Մոլդովան անվանում էին բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր եւ տխուր էին հնչում մոլդովական ժողովրդի երգերը, դոյաները, բայց ներկայումս պատկերը բոլորովին այլ է։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ ասում, որ կհանդիպենք վաղը։